Պատմական հաղթանակ հայկական սպորտում ֆուտզալի Հայաստանի հավաքականը կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում։ Որակավորման փուլի վերջին խաղում մեր ընտրանին Երևանում 4-2 հաշվով հաղթեց Ղազախստանի հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ 6-րդ ընտրական խմբում մեր ընտրանին 6 խաղում տոնեց 5 հաղթանակ, 1 հանդիպում ավարտեց ոչ ոքի և 16 միավորով գրավեց առաջին տեղը։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ թիմային որևէ մարզաձև ներկայացնող հավաքականը հասնում է նման հաջողության։ Ընդ որում սա օրինաչափ նվաճում է։ Ֆուտզալը Հայաստանում ամենամասսայական խաղային մարզաձևերից է, իսկ մասսայականությունը միշտ տալիս է արդյունք։ Այս նվաճման մեջ անուրանալի է նաև մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի դերը, որը Հայաստանում ֆուտզալը բառացիորեն կառուցում է դեռ 2000 թվականից։ Ռոտացիաներ բրազիլացի լեգիոներների ընդգրկում ու մարտունակ թիմ, որը կխաղա Եվրո 2026-ում։ Պատմության մեջ առաջին անգամ նվաճում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս հավաքականից շատ լավ բաներ պետք է սպասենք, որովհետև մենք ընդ չենք գնալու ուղղակի նվեր դառնանք ուրիշ հավաքականի հետ։ Այսօր մենք հաղթել ենք Եվրոպայի 2-րդ, իսկ աշխարհի 3-րդ հավաքականին, իսկ դա մեծ բանի մասին է վկայում, որ մենք ներուժ ունենք ու մինչև այդ ավելի ու ավելի առաջ կգնանք, ես ձեզ խոստանում եմ։ Խաղից առաջ ոչ մեկ չէր կասկածում, որ մենք կանցնենք հաջորդ փուլ։ Ես ասում եմ Եվրոյից, որ մենք այս խաղերը հիմա պետք է մոռանանք, հետո մի 2-3 ամիս կարանք ուրախանանք, բայց հետո մենք պետք է ամեն ինչ մոռանանք ու սկսենք լավ խաղալ այդ մյուս փուլը ու սաղ ուժերս պահենք այդ փուլի վրա։ Մեր համար իստորիա է ու երևի ավելի հաճելի է, որ մենք առաջինն ենք այդ կատարի այդ իստորիան ու ես շատ ուրախ եմ, որ ես ասենց ուժեղ թիմի հավաքեմ։ Այժմ պետք է զարգացնել հաջողությունը։ Եվրո 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։